Հարազատ կրթօջախում հարազատ դեմքեր են հավաքվել։ Թիվ 8 միջնակարգ դպրոցի ներկա ու նախկին մանկավարժներն են շրջանավարտներն ու աշակերտները։ Դահլիճում երկու լուսավոր տղաների դիմանկարներն են։ Արտակն ու Հովհաննեսը համադասարանցիներ են, զոհվել են 44-օրյա պատերազմի օրերին։ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին Գայանե Հովհաննիսյանն առանձնակի ջերմությամբ ու հուզմունքով է հիշում տղաներին։ Իր դասղեկական դասարանի մյուս աշակերտներից Արտակն ու Հովհաննեսը շատ էին տարբերվում, ասում է ուսուցչուհին։ Հովհաննեսը ամբողջությամբ բարություն էր, ոնց որ այլ մոլորակից եկած լիներ, տարբերվում էր բոլորից Հովհաննեսը, Արտակն էլ իր խոհեմությամբ էր տարբերվում, առաջ մղող շարժիչ ուժն էր դասարանի։ 2020-ին երկու ընկերները պարտադիր զինվորական ծառայության էին մեկնել։ Մի քանի ամսվա ծառայողներ էին եղել, երբ սկսվել է պատերազմը։ Արցախի սահմանին տարբեր դիրքերում են եղել, թեժ կռիվներում էլ նահատակվել են։ 18-ից 20 տարեկանում կյանքի ու կռվի պայքարում հերոսացած տղաների մասին պատմությունները, հուշերը երկար ժամանակ ու մեծ դժվարություններով է հավաքել մանկավարժ Գայանե Հովհաննիսյանը։ Մտքերս անվարում էի եւ զանգում էի բոլորին, բոլոր աշակերտներիս։ Առաջին համարից մինչև վերջինը, ովքեր որ արդեն վերադարձել էին, տղաներիս, որոնք բոլորը ռազմի դաշտում էին եղել եւ խնդրում էի երեխաներ, փոխանցեք ինձ ձեր հուշերը, որ գրեմ այդ պատմությունը։ Հանդիպեցի տղաներիս ծնողների, քույրերի հետ, հավաքագրեցի ինչ որ կարող էի։ Ռազմի դաշտում կռված ընկերները Արտակի եւս հուշեր փոխանցեցի։ Եթե հոգու լացը հնարավոր լիներ տեսնել, երևի կծածկվեին անջուր տարածքներն ու անապատները ծաղկաստանների կվերածվեին։ Արտակ Թարփինյանի եւ Հովհաննես Մազմանյանի մյուս զինվոր տղաների մասին հերոսական դրվագները դարձել են «Երբ լռում են սրտի զարկերը» ժողովածուի հիմնական առանցքն ու թեման։ Վեպը չափանիշներից մի քիչ դուրս է, ինքը սովորական ձևով չի ընթանում, այստեղ դպրոցի պատերի տակ հանդիպում են լույս տղաներիս հոգիները եւ հիշողություններով գնում են անցյալ, գնում են ռազմի դաշտ եւ ընթերցողին համակում են իրենց պատմությամբ։ Հիշում ես, Մարդ, վերջին դասից առաջ հավաքվեցինք այստեղ, սպասում էինք աղջիկների, իսկ նրանք ուշանում էին։ Իսկ դու ինչպես հասար վերջին դասին, Ջոն, ես տեղնու հատեցի շեմը ու մտա առաջին դասարան, դու ինչպես միշտ Արմենի կողքին էիր։ Ժողովածուի մեջ ծավալուն ստեղծագործությունը համանուն վեպն է, որն իրական դեպքերի նկարագրությունն է, ներկայի ու անցյալի դրվագների համադրումով։ Այն Գայանե Հովհաննիսյանի ուսուցչական տարիների իր աշակերտների հետ ունեցած անմոռանալի հուշերի եւ անմահացած տղաների չիրականացած երազանքների գեղարվեստական ստեղծագործություն է։ Այն ընթերցողը, ով չի ճանաչել տղաներին, մի այլ կերպ կընկալի այդ գիրքը, կընկալի որպես հերոսներին ճանաչելու, հերոսներին նմանվելու մի նոր ուղենիշ։ Պատերազմը ցավ էր, բայց այսպես ասեմ, նաև խիզախության ծնունդ եւ այդ խիզախության ծնունդներից երկուսը մեր Հովհաննես Մազմանյանն ու Արտակ Թարփինյանն էին։ Երբ լռում են սրտի զարկերը վեպից բացի ժողովածուում են ընդգրկված չխաչված ուղիներ վիպակն ու եւս մի քանի պատմվածքներ։ Գայանե Հովհաննիսյանն այժմ մանկավարժությամբ չի զբաղվում, բայց 25 տարի հայոց լեզվի եւ գրականության մասին գիտելիքներ է տվել սերունդներին։ Այդ տարիների ապրումները դեռ նոր պատմվածքներ են դառնալու, մեկ այլ ժողովածուի ծնունդ են տալու։ Կորսել որդիս մեջներ պահապանների Մարինե Տերբինյան, Վահագն Բարագյան, Հորիզոն։